Բարեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, չնայած առանձնապես քաղաքական լուրջ իրադարձություններ այլևս չկան, մենք կզրուցենք իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ Արփինե Հովհաննիսյանի հետ։ Բարեկո Տիկին Հովհաննիսյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Դուք հաճախ եք գրում քաղաքական տեքստեր, վերլուծություններ, քննադատություններ, դուք հիմա քաղաքական գործիչ եք, թե վերլուծաբան, թե կողքից դիտորդ։ Կողքից դիտորդ չեմ։ Ես կանվանեի այսպես նախկինում իշխանության փորձ ունեցող, բայց քաղաքական որևէ ճամբարի նկատմամբ պարտավորություն չունեցող քաղաքական գործիչ, որը ճիշտ եւ նպատակահարմար է համարում իր մտահոգությունները բարձրաձայնելը։ Ոնց որ ֆուտբոլում են ասում, ազատ խաղացող։ Ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող, այդպես։ Շատ լավ։ Հիմա ձեզ հասկանալի է ընդդիմության գործունեությունը։ Տեսեք, ասում են լեգիտիմ չի պարլամենտը, ինչ ասեցին, հետո ասին մանդատները կվերցնենք, դա նորմալ է։ Ասեցին, որ պլան B չկա, պետք է հաղթեն ու վերջ։ Հետո պարզվեց հիմա պլան B-ն մշակում չեն հաղթել։ Հետո պարզվեց, որ բոլորով պետքա միանան, չնայած ճիշտ էր, որ առաջ միանային։ Եվ այսպես կարամ ես մի 10 օրինակ էլ բերեմ, իսկ այս ամենը գիտեք, եթե մեղմ ձևակերպենք, անհետևողականություն է հիշեցնում։ Ինչու է ընդդիմությունը սենց անհետևողական։ Տեսեք, ես առհասարակ այդ ամբողջի մեջ բարձրաձայնել եմ ձեր կողմից մատնանշված որոշ հարցադրումներ եւ այստեղ շատ կարեւոր նշանակություն ունի նպատակը, ինչու համար ես բարձրաձայնում եւ իսկապես ինչ ես ակնկալում ընդդիմությունից։ Դուք Ես նկատի ունեմ եւ հիմա իմ խոսույթում թե առհասարակ։ Իմ խնդիրը ոչ թե ընդդիմության նպատակների քննադատությունն է, այլ իրենց գործիքակազմի արդյունավետության քննարկումը։ Հայաստանի քաղաքական մշակույթը միշտ ձախողել է առհասարակ պատճառների, հետևանքների պատճառով այդ թվում պատճառների քննարկում։ Մենք միշտ քննարկում ենք այս ռոպեական իրավիճակային խնդիրներ եւ չենք ուզում խորքային պատճառների քննարկում ծավալել եւ հայաստանյան քաղաքական մշակույթում առհասարակ քննադատվում է ոչ թե սխալ միտքը, այլ այսպես ճակերտավոր ասած անկախ միտքը։ Խմբային մտածողությունը միշտ գերակայում է եւ պետք է անպայմանորեն հայտնել միտք այս կամ այն խմբային պատկանելության տիրույթում եւ Եթե ոչ դուք թաքնված իշխանական եք։ Կամ թաքնված իշխանական եք, եթե իշխանությանն եք ընդդիմությանն եք քննադատում, կամ եթե իշխանությանն եք քննադատում, անպայմանորեն պիտակավորվում եք իշխանականների կողմից եւ այսպես շարունակ։ Այսինքն մենք ըստ էության հայտնվում ենք քաղաքական սեկտանտիզմի։ Սև եւ սպիտակ։ Ցավոք սրտի իրականությունը սև ու սպիտակ չի եւ հենց դրա համար էլ իրականությունը հաճախ դառնում է գորշ, որովհետեւ խոսույթը, որովհետեւ մտածողությունը ու որովհետեւ քաղաքական այս կամ այն թեմայի շուրջ խոսելը պարտադիր ենթադրում են անպայման ինչ-որ կլիշեավորված մտածողություն։ Ես դա անվանում եմ քաղաքական սեկտանտիզմ եւ ըստ էության համարում եմ, որ պետք է կարողանանք դուրս գալ այդ ամենից եւ ավելի արդյունավետ դառնալու համար քննարկում ծավալել։ Հիմա ընդդիմության մասին, հա, ես խոսել եմ ընդդիմության գործողությունների քաղաքական տրամաբանության, ավելի հաճախ այդ տրամաբանությունը չեմ տեսել, դրա համար փորձել եմ բարձրաձայնել հարցեր։ Հիմա նայեք, լեգիտիմության հետ կապված հարցադրումներում շատ հետաքրքիր իրավիճակ է ձևավորվել այսօրվա, թեև դուք ասում եք, այդքան շատ հետաքրքիր չի, բայց ինքնին այդ, այսպես ասենք, շատ հյութեղ քաղաքական գործընթացների բացակայությունը բավականին տխուր իրականության մասին է վկայում։ Տեսեք ինչ է ստացվում։ Իշխանությունը ասում է, որ ընդդիմության որոշակի ձայներ ձևավորվել են ընտրակաշառքների, ընտրախախտումների միջոցով։ Սա մի թեզ է։ Երկրորդ թեզը ընդդիմության թեզն է, որն ասում է այս իշխանությունը լեգիտիմ չէ, որովհետև ընտրախախտումները իրենց հերթին վարչական ռեսուրս, բազմաթիվ նախընտրական շրջանում հատկապես ակնհայտորեն դա ֆիքսված է իդեպ նաև եւ դիտորդական առաքելությունների եւ նաև սահմանադրական դատարանի որոշման մեջ, ընդդիմության տեխնացուների եւ առհասարակ ընդդիմության շուրջ այնպիսի միջավայրի ձևավորում, որը կարող է ունենալ այսպես կոչված chilling effect, այսինքն սառեցնող, սթափեցնող ազդեցություն, որտեղ դու ընդդիմության պոտենցիալ ընտրողին հետ ես բրթում, որպեսզի վախենան, վախի միջավայր ձևավորել։ Այս ամբողջը գումարած ԲՀԿ-ի հետ կապված ամբողջ այս իրավիճակը բերում է նրան, որ թե քաղաքական, թե իրավական առումով ընդդիմությունը կասկածի տակ է դնում
խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը, գնաց սահմանադրական դատարան եւ այլն, բայց չնայած դրան ասում է, որ պետք է մանդատները վերցնենք։ Հիմա տեսեք, մանդատներ վերցնել չվերցնելը քաղաքական այս ամբողջ խոսույթի ամենամակերեսային, ամենաշերտում, այն վերևում գտնվող հատվածն է։ Խորքում կա քաղաքական, ինչպես դուք ասացիք, անհետևողականության կամ քաղաքական տրամաբանության բացակայության հարցը երկու դեպքում էլ։ Եկեք իրար հետ նայենք, փորձենք հասկանալ։ Հիմա, եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել ու հատկապես Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որոշման ու ՍԴ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու այդ ամբողջ պատմության հետ կապված, որտեղ իսկապես այդտեղ այսպես ասենք գռեհիկ կերպով ուղղակի նրանց զրկեցին իրենց մանդատներից, եթե իսկապես այդպես են համարում, իսկ դա այդպես է, ես էլ եմ այդպես համարում, առավել եւս գնում են խորհրդարան, ստացվում է դե ֆակտո լեգիտիմացնում են։ Այն ինչ անվանում Իրանք ասում են այդպես չի։ Դե, նայեք, մենք պետք է հասկանանք մի բան։ Քաղաքականության մեջ ինքնաներկայացումը կամ հայտարարությունները չեն կարևոր, կարևոր է քաղաքագիտական այդ թվում տեսությունը եւ գործողությունները։ Քաղաքագիտական տեսության մեջ իմիջիայլոց հավերժ հարցերից մեկն է։ Եթե դու լեգիտիմության հարց ես բարձրացնում, ինչ գործողություն ունես, պետք է մանդատ վերցնել, չվերցնել։ Սահմանադրագետների, քաղաքագետների մի խումբ կա եւ այսօր դուք կարող եք տարբեր եթերներում նաեւ տեսնել, որոնք հիմնավորում են, որ ոչ մանդատ վերցնելը կարևոր է, պետք է գնալ եւ այլն եւ այլն։ Ինչ անել, բոյկոտը ինչի է բերել բոյկոտը ու սկսում են բոյկոտը քննադատել։ Վրաստանի օրինակով։ Նայեք, Վրաստանի օրինակ շատ վատ օրինակ է իրականում։ Ինչու՞։ Բացատրեմ, որովհետև վրացական ընդդիմությունը չվերցնելով մանդատները ու բոյկոտելով, այնպես չի ինքը չփոխեց իշխանությունը, բայց ինքը ստիպեց իշխանություններին գնալ զիջումների, ընդ որում միջազգային լայնամասշտաբ ներգրավվածություն կար, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությունները կային, տևական շրջան, ամիսներ ու անգամ տարի, համոզում էին, որպեսզի հետ գնային, դրա արդյունքում իրենք փոխեցին քաղաքական զիջումներ։ Այսինքն բոյկոտը, երբ որ ես օրինակ իմ տեսակետը, անձնական տեսակետը հնչեցնում եմ եւ ասում եմ, որ մանդատներ պետք չի վերցնել դիցուկ, ես ինքնանպատակ ինչ որ, գիտեք, տենց հավեսի համար ինչ որ մի բան չեմ ասում։ Դա, եթե դու մանդատ չես վերցնում, դրա յետևում պիտի լինի հանրային կոնսոլիդացիա, միջազգային գործընկերների աջակցություն, հստակ քաղաքական օրակարգ եւ ճնշում ձևավորելու ունակություն։ Այսինքն խնդիրը հետեւյալն է. ընդդիմության արդյունավետությունը չափվում է ոչ թե ելույթներով, հայտարարություններով, այլ ընդդիմության արդյունավետությունը չափվում է իշխանության վարքագիծը փոխելու կամ փոխել պարտադրելու կարողությամբ։ Եթե դու կարողանում ես ստիպել իշխանությանը փոխել վարքագիծ, քո արդյունավետության վերաբերյալ կարող է լինել քննարկում։ Ինչ է անում իշխանությունը։ Սա իշխանություն է, որը մենք տեսնում ենք, օրինակ, 70 տարեկան մարդուն զգետնում են եւ դիմադրություն չցույց չտվող ժամերով խուզարկություն են ընթանում։ Մի կողմից, մյուս կողմից քաղաքական ուրեմն գործիչ համարվող կնոջը, որին կալանավորել են, զրկում են անչափահաս երեխայի հետ տեսակցությունից։ Մյուս կողմից լսում ենք, որ վերջին 10 օրերը ուղղակի թվարկում եմ զուտ վերնագրային, հա, բժշկուհուն, որը խոսել է իշխող ուժի ղեկավարի հետ ոչ այնքան հաճելի կամ քիմքին ոչ հարիշ տոնով, իշխանությունը այո, իբր հաստիքը կրճատեցին, հա։ Մենք տեսնում ենք ինչ է անում իշխանությունը։ Հիմա ընդդիմության նորից եմ կրկնում, արդյունավետությունը պիտի չափվի իշխանության վարքագիծը փոխելու կարողությամբ։ Դրա համար եմ ասում, իրենք պետք է կարողանան հարաբերվել իրենց ընտրողների հետ բավականին ազնիվ կերպով, ընդունելով սեփական սխալները, ասելով ինչը աշխատեց ու ինչը ոչ։ Չես կարող նույն գործիքակազմով անընդհատ նույն զենքերով, որը չի աշխատել, փորձել կրակել ու բոլորին համոզել, որ դա աշխատում է։ Հիմա ինչ է անում մյուս կողմից այս լեգիտիմության հետ կապված իշխանությունը։ Ասում է, այ դուք ընտրակաշառքների միջոցով եք։ Դուք լեգիտիմ չեք։ Հիմա տեսեք, հարգելի պարոն Ղազարյան, եթե գեթ 1 մանդատ ընդդիմության, գեթ 1-ը 29 գումարած 12-ից ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով, այսինքն այդքան մարդու գումար են տվել, այդքան մարդ գնացել քվեարկել է ու դա բերել է մի հատ մանդատի հաշվարկով։ Ուրեմն խորհրդարանը իսկապես լեգիտիմ չի։ Լեգիտիմ չի, բայց բոլորը գնում են։ Դե մի րոպե, հենց դրա մասին եմ ասում։ Իշխանությունն էլ իր հերթին իշխանությունն էլ ինչն էր զսպում, հիմա ինչն էր հետ պահում իշխանությանը, նայեք, դեմոկրատիա, օրենք, կարգապահություն եւ հանուն հանրապետության կուսակցությունները, որոնք սահմանադրական դատարան դիմել էին, իթիվս այլ փաստերի փաստարկ որպես ներկայացրել էին ընտրակաշառքների հատվածը։ Սահմանադրական դատարանը մի շատ հետաքրքիր լիազորություն ունի
չգիտեմ այդ մասին էս եթերում խոսվել է թե չէ, բայց եկեք քննարկենք, հասկանանք։ 77-րդ հոդվածն է, այս իրավաբանական անցման համար կներեք, այնտեղ մեծ sense կետ կա։ Ասում եմ, եթե ի վերջո սահմանադրական դատարանի մոտ սպառվել են ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, որպեսզի պարզի ընտրությունների իրական արդյունքները, եւ իր կողմից գնահատված, հավաստի համարված ապացույցների հիման վրա ամեն դեպքում ինքը գալիս է այնպիսի եզրահանգման, որ պարբերական, կազմակերպված, զանգվածային, կրկնվող բնույթ են կրել այդ խախտումները, ինքը ամեն դեպքում կարող է անվավեր ճանաչել ընտրությունները։ Ճանաչեց։ Հիմա չճանաչեց, ինչու ես հիմա մենք խոսում ենք անհետևողականության մասին, չէ՞։ Հիմա ես ասում եմ իշխանությանը ինչն էր խանգարում դիմել ՍԴ։ Օրինակ Ռումինիայում մի հատ եկեք օրինակ քննարկենք։ 2020 Ասեմ դες ինչն է խանգարում, իրանք հաղթել են։ Չէ, հասկացա հաղթել։ Իրանք շահագրգռված չեն, որ նորից ընտրություններ լինի։ Հիմա, բայց դրա համար ինչ է ստացվում, իշխանությունը չի ուզում քննարկի լուրջ օրակարգային հարցեր եւ այսօրվանից թելադրում է, ընդդիմությունն էլ մտել է այդ խաղի մեջ։ Ես ինչու եմ երկուսին էլ ասում եմ, որ քաղաքական անհետևողականությունը, դու ինչն է խանգարում գնայիք բոլոր գաղտնի ծառայությունների բոլոր զեկույցները դնեիք ՍԴ-ի դիմացը, տենց փորձ կա աշխարհում։ Այդպիսի փորձ կա աշխարհում Ռումինիայում առաջի փուլում ուրեմն նախագահական ընտրությունների դիմեցին երկու տեխնացու ասեցին սենց բաներ ա եղել մի հատ անվավեր ճանաչեք առաջի փուլը սկզբում սա դատարանը շատ ավելի այսպես զուսպ էր մինչև նախագահին միջնորդեցին իրանք հատուկ ծառայությունները ասին կլի գաղտնազերծես մեր զեկույցները օպերատիվ բերեք տեղեկությունները տանք ՍԴ-ին նախագահը ասաց օքեյ գաղտնազերծում եմ հրաշալի Այդ տեղեկությունները գաղտնազերծած հատուկ ծառայությունների դրեցին հիմքում սահմանադրական դատարանի ուրեմն կողմից առաջի փուլի ընտրությունների ամբողջ արդյունքները երկրով մեկ անվավեր ճանաչվեցին։ Հիմա ես ասում եմ այն իշխանությունը, որը իսկապես պայքարում է ընտրակաշառքի համար, իդեպ հիշեցնեմ նախորդ 5 տարիներին ընտրակաշառքի լիքը գործեր են եղել, մի հատ դատական ակտ չկա, մի հատ։ Ձևի համար մի հոգի չի դատապարտվել ընտրակաշառքի համար, պարոն Ղազարյան։ Հիմա եթե իսկապես իրենք շատ են ուզում դա ու եթե ես էլ այսպես ասեմ, հա, համարում եմ, որ եթե իրենք իսկապես խնդիր չունեն իրենց քվեները եւ այլն իրենք վաստակել են, հա, այդ քվեները այդպես են համարում։ Ինչ խնդիր կար գնալու այդ ամբողջ զեկույցները դնելու դիմացը, ասելու դե հա, սա դա։ Ասեցի ինչ խնդիր կա։ Դա խնդիր չի։ Դա պատասխանատվությունից խուսափելու եւ այո, հաղթողի հոգեբանությանը բնորոշ գործիքակազմ է, բայց պետության համար չափազանց խոսելի եւ հասարակության համար չափազանց վտանգավոր։ Ինչի, որովհետեւ երբ որ դու մտնում ես Բայց իրանք արգումենտ ունեն տիկին Հովհաննիսյան, նրանք ասում են, եթե ընդդիմությունը կարծում է, որ կեղծվել են, մենք տեսել ենք մեր երկրում ինչ ա լինում, երբ որ ընտրությունները կեղծվեն, մարդիկ տասնյակ հազարներով դուրս են գալիս փողոց։ Ուր է։ Դուք դրանից հետո էլի թեմաներ ասեցիք, որոնք էլի պետք է առիթ լինեին, եթե դրանք ոչ լեգիտիմ էին հանրային գիտակցության մեջ, որ մարդիկ էլի դուրս գային փողոց ընտրություններից հետո։ Ուր են, չկան։ Ես համարում եմ որ նվազագույնը Բարգավաճ Հայաստան կուսակցությունը իսկապես նրանց ընտրողները կարող էին դուրս գալ պայքարի, բայց համարում եմ նաև որ կա ձևավորված վախի մթնոլորտ, որտեղ վախենում են բոլորի համատարած կալանավորումներից եւ նրանց նկատմամբ ճնշումներից։ Եվ այո, ես տեսնում եմ, որ չկա փողոց, դա արձանագրում է ինքը ընդդիմությունը, ես եւ դրա համար էլ ասում եմ, եթե ապոկալիպտիկ խոսույթ է գեներացվում Եթե խոսվում է այն մասին, որ միայն հաղթելու տարբերակն ենք քննարկում, բայց պարզվում է, որ տարբերակ ան հաղթելների, տարբերակ բն մանդատները վերցնելը, դա դարձնում է ընդդիմադիր զանգվածի համար, կարծում եմ, բավականին անհասկանալի, որովհետև նախորդ ժամանակահատվածում մենք տեսել ենք այն այսպես քայլերի հաջորդականությունը, որը կատարել է ընդդիմությունը եւ իր հիմնական նպատակին ոչ թե մոտեցել է, այլ հեռացել։ Նկատի ունեմ 20 Բայց տեսեք, այս դեպքում ոնց որ ասած անցած ճանապարհը նույն ձևով կա հնարավոր ելքերով, չէ՞, այսինքն իրանք փորձում էին թե ինչ պետք է անել։ Պարոն Ղազարյան, ես դրա համար նայեք, այս հարցերի բարձրաձայնումը նպատակ ունի իրականում ոչ թե թիրախավորել ընդդիմությանը, որտեղ իր նպատակը ուժեղ ընդդիմություն ունենալն է։ Այդ ուժեղ ընդդիմությունը պետության համար է կարևոր եւ իշխանության համար կարևոր։ Այդ դեպքում մենք գալիս ենք մի հարցի. ինչպես են որոշումները ընդունվում։ Որտեղ նկատի ունեմ։ Ընդդիմության մոտ քաղաքական որոշումները ինչպես են ընդունվում։ Նայեք, ես չեմ կարող կոնկրետ ասել, թե այդ որոշումները ինչպես են կայացվում, բայց ինձ համար նվազագույնը ես հարցը բարձրացրել եմ, որտեղ հարց բարձրացնելը եւս մասնակցություն է։ Ես բարձրացրել եմ դրա համար, որ հասկանամ
նայեք, միգուցե դա անգամ երկրորդային լիներ այդ հարցը, պարոն Ղազարյան։ Եթե ընդդիմությունը կամ այն անձինք, ովքեր հարաբերվում են հանրության հետ ընդդիմության հավաքական ընդդիմության անունից, կարողանար հասկանալի, բացատրելի, ընկալելի կերպով ասել ինչ են իրենք ուզում, որովհետև միայն ասել են, ուզում ենք Փաշինյանը հեռանա։ Չէ, Փաշինյանը հեռանան նպատակ է լեգիտիմ։ Հիմա ինչ գործիքներով են պատրաստվում դա անել, որովհետև 2021-26 սեզոնը մանդատներով եւ փողոցով։ Այ երբ փողոցը կգեներացնեն հրապարակները կլսվի, այդ մանդատները այնտեղ պետք կլինեն, որ շատ լավ, հասկանալի է։ չգիտեմ ինչպես պետք կլինեն։ Դրա համար ես ասացի, ես քննարկում եմ ոչ թե իրենց նպատակը, այլ հայտարարված նպատակը, այլ քննարկում եմ գործիքակազմի արդյունավետությունը, մանդատները։ Դե ես էլ համարում եմ, որ իմ տեսակետը այն է եղել, որ այդ գործիքակազմը ինքնին այն ձևաչափով, որը եղել է 21-26-ի սեզոնին, չի կարող լինել արդյունավետ։ Նվազագույնը, որովհետև ցույց է տվել արդեն, նայեք, սա արդեն փորձահեն Բայց այնտեղ ուրիշ լիդեր էր, հիմա ուրիշ լիդեր է։ Նայեք, կրկին ես ընդունում եմ լիդերների այդ թվում տարբերությունը, բայց չեմ համարում, որ բացարձակապես արդեն, նայեք, երբ որ նույն գործիքն ես կիրառում, դա դառնում է քաղաքական սովորույթ, արդեն լիդերի անձը կապ չունի։ Դա դառնում է ոչ թե ռազմավարություն, այլ քաղաքական սովորույթ։ Ես չեմ ցանկանում անկեղծորեն, որպեսզի ընդդիմությունը անդիմադիր պայքարը դարձնի քաղաքական սովորույթ։ Հիմա Տիկինո Մարսյան, իրանք էլ կասեն, հիմա կներեք, մեծ խոսում եք, բա ինչ անենք։ Որ մասը ինչ անենք։ Ընտրությունների արդյունքները եղան այսպեսին։ Ինչ անենք, բա։ Դե տեսեք, հիմա դրա համար նվազագույն ես մի անգամ մի առիթով ասել եմ։ Շատ լավ լուծումներ, այնպիսի նախընտրական խոսույթի պայմաններ, որոնք եղել են, չկան։ Հիմա ես առաջարկում եմ այս պայմաններում ընդհանրապես հարաբերվել ընտրողների հետ ազնվորեն։ Չէ, չասել, որ մենք գնում ենք, որովհետև ասեն մենք պարտվեցին գնում ենք ազգային ժողով աշխատելու։ Ես իրենց եմ հարցնում։ Այդ հարցը ինձ մի տվեք։ Ես ընդդիմադիր ներկայացուցիչ չեմ Չէ, երբ որ դուք քննադատում եք, որ սենց ճանապարհը ճիշտ չի, պարտավոր եք ասել, որն է ճիշտ։ Ես ասում եմ հետեւյալը, ես համարում եմ տարբերակ կա երկու ճանապարհ, երկուսն էլ հավասարապես քաղաքական տեսության մեջ վերադառնամ իմ հիմնական թեզին։ Քաղաքական տեսության մեջ այսօր հավերժ հարցերից մեկը դա է, երբ որ ընդդիմությունը, այդ էլ այնպիսի խոսույթ գեներացրած ընդդիմությունը, որը ապոկալիպտիկ կործանարար խոսույթ է գեներացրելու, միայն հաղթելու ուրեմն խոսույթ ձևավորել, եթե այդպիսի ընդդիմությունը պարտվում է, միշտ կա այդ երկու ճանապարհը, կամ վերցնում ես մանդատները, կամ չես վերցնում։ Երկուսն էլ հավասարապես հնարավոր է հիմնավորել, բայց խնդիրը տրամաբանության մեջ է։ Երկու ճանապարհների մեջ չես կարող մի տրամաբանությունից անցում կատարել մեկ այլ տրամաբանության։ Իմ ասածը հետեւյալն է. Ես անձամբ, եթե անձամբ իմ դիրքորոշումն եք հարցնում, ես քաղաքական ուրեմն տեսանկյունից ավելի հիմնավորելի էի համարում չվերցնելը մանդատները, համարելով, որ դա բավականին ասիմետրիկ քայլ է գործող իշխանության ուրեմն օրակարգի համեմատ եւ դա կլինի մի օրակարգ, որին իշխանությունը պատրաստված չի լինի։ Սա իմ կարծիքն է, բայց այդ կարծիքը չի նշանակում ինքնին միայն բոյկոտել եւ նստել տանը։ Կրկնեցի, որ վրացական փորձը ենթադրում էր մոբիլիզացիա ինչպես փողոցի, հանրային ուրեմն էս։ Բայց դա խնդիր կա լուրջ։ Դե հիմա հասկանում եք, չէ՞ որ դա խնդիր կա։ Ես հասկանում եմ, պարոն Ղազարյան, ես շատ լավ հասկանում եմ, դրա համար ասում եմ տարբերակ երբ որ չես վերցնում մանդատները, նվազագույնը ինքնախոստովանությունը, քաղաքական եւ սեփական սխալների հասցեագրումը, այն գործիքն է, որով դու պիտի բացատրես, որ գիտեք, սիրելի ժողովուրդ, այ դուք դուրս չեք գալիս փողոց, կամ մենք ձեզ չենք առաջարկում փողոց դուրս գանք, որտեվ գիտեք, որ դուրս չենք գալու։ Այ միջազգային ճնշում չի ձևավորվում, որովհետեւ այսպես, այսպես, հետեւաբար մենք համարում ենք, որ մենք կգնանք մեկ այլ տրամաբանության մեջ, թեև համարելով, շարունակելով համարել, դա եւս ընդունելի մոտեցում կարող է լինել, եթե պատշաճ հիմնավորվի, որ այ գիտեք ինչ կա, մենք համարում ենք խորհրդարանը հարթակ, որտեղ կարող ենք ինչ-որ բան անել, գնալու ենք այնտեղ, աշխատելու ենք ամբողջ խորհրդարանական գործիքակազմով, բարի բուն։ Մոտավորապես էլ ասում եմ։ Չէ, բարի բուն եւ ոչ թե փոխաբերական իմաստով, ոչ թե բոյկոտելու ենք անընդհատ նիստերը, ոչ թե չենք աշխատելու առհասարակ, այլ գալու ենք եւ քրտնաջան աշխատենք։ Ես դրա մասին եմ խոսում։ Ես ցույց տանք, որ մեր օրինագծերը ավելի լավն է, քան իշխանության օրինագծերը։ Թեկուզ։ Դա նայեք, ես ասացի ձեզ, եթե շատ լավ լուծում եք։ Դուք էլ գիտեք, չէ՞։ Այդ դեպքում դա ընդհանրում է աշխատանք, նաեւ համագործակցության իշխանության հետ,
Պարոն Ղազարյան, դրա համար ի սկզբանե տվել եմ բանաձևը, լավ լուծում չկա, բայց պետք է փորձել լինել պատասխանատու, արժանի այլընտրանք։ Այսինքն գոնե վատ լուծում Նայեք, գտնել։ չէ, գոնե վատ լուծում, բայց լուծում, որը տրամաբանական է։ Ես տրամաբանություն ու հետևողականություն եմ փնտրում։ Չես կարող դու քննադատել իշխանությանը անհետևողականության, ինչը նրանք ցուցաբերում են parberabar իրենց խոսքերում ու ծրագրերում համար։ Չես կարող քննադատել նրանց, ուրեմն իրենց որևէ խոստում չկատարելու մեջ կամ անտրամաբանության մեջ եւ ինքդ նմանատիպ վարքագիծ ворթեգրել։ Ես ասում եմ, ես ուզում եմ ուժեղ ընդդիմություն եւ ուժեղ ընդդիմություն ունենալու համար ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է լինի արժանի այլընտրանք, արժանի իր մասնագիտական կարողություններով, որպեսզի կունեն, արժանի իր քաղաքական տրամաբանությամբ եւ որոշումներ կայացնելու, այդ թվում խիզախ անցանկալի ծանր որոշումներ կայացնելու ունակությամբ։ Եվ դրանցից մեկը բացատրելու տեսանկյունից դա է։ Ես չգիտեի, որ դուք ռոմանտիկ եք։ Ես ռոմանտիկ չեմ, ես փորձում եմ լինել իրատես։ Փորձում եմ լինել նվազագույնը կամ գոնե ձևակերպում եմ այն ցանկությունները, որոնց պետք է ձգտել։ Այստեղ մի հատ ուրիշ լուրջ խնդիր կա, որը մեր քաղաքական դաշտը եւ լրատվական տենց մատնի արանքով անցկացրեց, բայց դա խնդիր է։ Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընդդիմության գաղափարախոսության հիմքի մասին։ Այ ինչի վրա հիմնված այս ուժը, այս շարժումը։ Եվ պարզվեց, որ դրա վրա, որ մենք աշխարհում հարյուրավոր ազգերի մեջ մենք ենք, որ ունենք միսիա, մենք միսիոներ ազգ ենք։ Կիսում եք այդ կարծիքը։ Նայեք, ես կարող եմ կիսել իր գաղափարախոսության հիմքում ընկած նպատակը, այսինքն փորձ անել ազգի ինքնավստահությունը վերականգնել, անզորության եւ պարտվողականության գաղափարախոսությունից վեր հանել, բարձրացնել նոր մակարդակի եւ հորիզոններ, այսպես ասած, ձևավորել, բայց ես համաձայն չեմ այն հիմնավորումների հետ, որոնք բերվում են, համաձայն չեմ ինչպես քաղաքական, Իսկ գիտեք ինչ ենք այնպես էլ պատմական տեսանկյունից, որովհետեւ առաջին քրիստոնեությունն ենք ընդունել, միաստվածություն ենք ընդունել։ Այ դու կարաք ինձ տրամաբանությունը ասեք, հիմա մենք ինչ միսիա պետք է ունենանք, քանի որ մենք ընդունել ենք առաջին քրիստոնեությունը։ Դժվար մենք գնանք հարևան Իրանում քրիստոնեություն տարածենք։ Հետևաբար ո՞րն է մեր միսիան։ Չէ, ես կարծում եմ պարոն Կարապետյանը իրականում հիմնվել է 19-ից 20-րդ դարերում բավականին տարածում ունեցող ազգային մեսիականության գաղափարախոսության վրա, որը բնորոշ է հրեաներին, բնորոշ է եղել այսպես կոչված Ինք ասում եմ եկել հрьяաները, բայց եթե հрьяաները իրենց միսիան անում են, մենք խուսափում ենք այդ։ Բայց ո՞րն է այդ միսիան, ինձ բացատրեք։ Բայց կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չպետք է լինեմ, պարոն Ղազարյան։ Եկեք ես դրա համար ես ասացի։ Ես ընդունում եմ, եկեք եթե թույլ տաք ավարտեմ միտքս։ Ես ընդունում եմ Նարեկ Կարապետյանի գաղափարախոսության մեջ պարունակվող այդ գուցե ռոմանտիկ ու վեհ գաղափարը, հա, որ մենք պետք է, բայց իրականում նաև լեգիտիմ, փորձենք այնպես անել, որ ազգի ինքնավստահությունը վերականգնվի։ Հրաշալի, բայց ես համաձայն չեմ հիմնավորումների հետ։ Համաձայն չեմ, ասեմ, պատմագիտական առումով համաձայն չեմ, ես համամիտ չեմ դրան, ես կարծում եմ, որ քաղաքականությունը պետք է հիմնվի պատասխանատվության եւ ոչ թե առասպելաբանության վրա։ Ազգային միսիականության գաղափարը արդեն ասացի, մեսիականության գաղափարը կամ միսիականության այդ առաքելություն ունենալու գաղափարախոսությունը նորույթ չէ, բնորոշ է լեհերի մոտ կա, սերբերի մոտ կա, հրեաների մոտ կա, ամերիկացիների մոտ կա, ռուսների մոտ նույնիսկ երրորդ Հռոմի կամ ռուսկի միրի գաղափարը կա, այսինքն նորություն չի ինքը որպես այդպեսին, կրոնական ուսմունքներում կա, բայց ինքը ես չեմ ուզում առասպելաբանության մեջ մտնել։ Ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի քաղաքականությունը հիմնավորել, այսպես քաղաքական կատեգորիա։ Կարծում եմ հայրենասիրությունը ոչ թե ուրիշ ազգերից մեզ ավելի բարձր դասելու մեջ է, այլ հայրենասիրությունը մեր սեփական պետության նկատմամբ ավելի բարձր պահանջներ ունենալու մեջ է, եւ ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը իսկապես ունի բացառիկ պատմություն, լեզու, մշակույթ, կրոն, հա, բայց այդուհանդերձ չեմ կարծում, որ իծնե եզակիության գաղափարախոսությունը ճիշտ գաղափարախոսություն է ու նաև քաղաքական վտանգներ իր մեջ կարող է պարունակել, որովհետև ինստիտուցիոնալ չաշխատելը, ներողություն, եկեք փորձեմ ավելի օրինակներով, հա, բացատրել։ Երբ որ դու բացատրում ես մեր դժբախտությունները հաջողություն, առաքելությունը չկատարելով, այդտեղ վտանգ կա, որ դու կարող ես մտնել միտեղ, որտեղ այդտեղ զրոյացնում ես քաղաքական ինստիտուցիոնալիզմը, պատասխանատվությունը,
մարդկանց թերությունները, սխալները ու ամեն ինչ տանում ես առաքելության դաշտ։ Ինչը այդպես, բայց դա ճիշտ չի, որովհետև եթե կներեք, էլի, օրինակ քաղաքապետերը աճ ու ձախ առանց հաշվի առնելու թույլտվություններ են տալիս օրինակ կառուցապատումների կամ Veolia ջուր ընկերությունը, չգիտեմ ինչպես է իր պարտականությունները կատարում, կամ կալանք դատավորները աճ ու ձախ կոռումպացված կալանքներ են տալիս կամ քաղաքական պատվեր են իրականացնում, ես չեմ ուզում դա հիմնավորել առաքելության ձախողմամբ, ես ուզում եմ դա հիմնավորել ինստիտուցիոնալ մեխանիզմների, գործիքակազմի բացակայությամբ, սխալներով, քաղաքական ինստիտուտների չաշխատելով, ես դրա կողմնակիցն եմ ու գերադասում եմ այդպես, մեր ազգը համարելով իսկապես պատմական բացառիկ ուրեմն ազգ, բայց միևնույն ժամանակ եզակի չի իծնե։ Ես համարում եմ, որ պետք է վաստակել այդ ամեն ինչը լավ պետություն կառուցելով, լավ կրթական համակարգ ունենալով, լավ բանակ կառուցելով, սա կլինի գաղափարական հենքը քաղաքական կատեգորիաներով։ Սա իմ մոտեցումն է։ Ինչ է մեզ սպասում նոր ազգային ժողովում։ Գիտեք, ես չեմ ուզում հանրային հոգոց հանեցիք։ Չէ, ես հանրային հեռուստաընկերության եթերում չեմ ուզում վատատեսական կանխատեսում անել, ես ուզում եմ հայտնել ցանկություն։ Ես ուզում եմ, որպեսզի թալանչի դավաճան խոսույթը չփոխարինվի մանդատագող ընտրակաշառատու խոսույթով, իսկ դրա հիմքերը Էլի փոփոխություն է, բայց էլի մի քիչ էլի դրական բան։ Պարոն Ղազարյան, գուցե փոփոխություն է եւ գուցե հետաքրքիր է, չգիտեմ, ֆանտաստիկ ելույթների սուր հարցերի ու միմյանց ուղղված վիրավորանքների մեջ, բայց դա բացարձակ կապ չունի պատասխանատու պետականություն կառուցելու Հայաստանի քաղաքացու շահը հասցեագրելու հետ։ Գուցե դա, գիտեք, եթե action ժանրը ինչ որ մարդիկ նախընտրում են եւ ազգային ժողովը առանց action-ի ազգային ժողովը չի լինի։ Հասկանալի է, բայց ազգային ժողովը մենակ action ու զուգահեռ իրականություն, չպետք է ազգային ժողովը լինի զուգահեռ իրականություն, որտեղ մարդիկ ինչ որ ռեալ այսօրեական խնդիրների հետ են բախվում, բայց այդ խնդիրները այստեղի քննարկումների հետ կապ չունեն, ու որ շատ ավելի կարևոր է, ես չեմ ուզում, որ քաղաքական իրականում պայքարի բովանդակությունը ձևախեղվի ու փոխարինվի, այսինքն սուր ելույթը հարցը փոխարինվի իշխանության, այսինքն իշխանության հեռացման նպատակը փոխարինվի դրանով կամ իշխանության հեռացման նպատակը փոխարինվի համակիրների կամ առաջնորդների ազատությունների համար ուրեմն պայքարով։ Սա կձևախեղի պայքարի իմաստը, ոչ թե նպատակը կդառնա փաստացի իշխանության հեռացումը, այլ այդ անարդյունավետ գործիքները կփոխեն նաև նպատակը։ Ես դա չեմ ուզում լինի, ու ես ուզում եմ, որ մենք մտածենք իմ որևէ քննադատություն նպատակ ունի բացառապես խնդրելու, համոզելու, բարձրաձայնելու, որ մարդիկ սկսեն մտածել։ Ես չեմ ուզում համոզեմ ինչ-որ մեկին, որ ես բացառիկ ճշմարտության կրող եմ։ Ես ուզում եմ մարդիկ մտածեն, արդյոք այդպիսի ազգային ժողով են ուզում, որտեղ իշխանությունը ի սկզբանե ազգային ժողովի նոր նախագահի մակարդակով հայտարարում է որ եկեք, մենք ձեզ վերաբերվելու ենք որպես հանցագործների, ընդդիմությունն էլ էս կողմից հիմնված օբյեկտիվ փաստարկի վրա, իմիջիայլոց Բարգավաճ Հայաստանի կուսակցության մանդատների ուրեմն վերակվեարկություն չդնելը, դա միանշանակ իր ընտրական օրենսգրքի խախտում է, բայց իրենք էլ նրանց մեղադրեն ու այս ամեն ինչի արդյունքում այնտեղ որտեղ է ժողովուրդը մնում, մարդկանց հարցերը մնում, ընդդիմության ընտրողների հարցերը հասցեագրում, չէ՞ որ այդ զանգվածը ի վերջո էլեկտորատը հոսուն երևույթ է, հա, ոչ իշխանության ընտրողնա կայուն, ոչ ընդդիմության ընտրողնա կայուն։ Այո, այս երկրում կա նախորդ ընտրությունների համեմատ ընդդիմադիր զանգված շատ ավելին, քան կար 2021-ին, ավելի շատ, բայց որոշակի առումով պահպանված։ Բայց իշխանությունն էլ, իշխանությունից ընդդիմություն, ընդդիմությունից իշխանություն հոսք կարող է չէ լինել։ Հիմա այդ մարդկանց էլ այդ խնդիրները ով պիտի հասցեագրի, եթե իրենք իրար վիրավորելով են բացառապես զբաղված լինելու։ Այսինքն ձեր ենթադրությամբ տենց է լինելու։ Ես տեսնում եմ դրա հիմքերը, հուսով եմ, որ այդպես չի լինի։ Այսպես հույսով ավարտում ենք մեր եթերը, շնորհակալություն Տիկին Հովհաննիսյան, կհանդիպենք ցտեսություն։